Մեր հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, թե ինչ մեծ ուրախությամբ եւ ուշով ենք մենք պատրաստվում պատանի երաժիշտների Եվրատեսիլին, որը այս տարի հյուրընկալելու է Հայաստանը, առաջին ալիքը հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը եւ բնականաբար մենք պիտի ընտրեինք նաեւ մեր պատվիրակին։ Անպայման։ Իսկ դա անելու ենք դեպի դասական Եվրատեսիլ մրցույթի շրջանակում, մասնավորապես եզրափակիչի, որը լինելու է առաջին ալիքի եթերում այս կիրակից հեռուստադիտողներ եւ հենց այդ մրցույթի մասին մենք խոսելու ենք մի մարդու հետ, ում հետ երկար ճանապարհ ենք անցել նույն մրցույթի համար անցյալ տարի։ Ու հատկանշական է, որ այս տարի նրա այստեղ ներկա գտնվել է հենց այս մրցույթն է նորից հանդիսանում։ Դե ինչ շտապ ենք ներկայացնենք մեր տաղանդավոր եւ շատ լուսավոր Հայկ Հեկեկյանին, հոբոյահար, պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի երկրորդ պատվիրակը, ով 2 տարի առաջ ներկայացրեց մեր Հայաստանը։ Բարի լույս Հայկ։ Բարի լույս։ Ոնց ես։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով ու մենք էլ շատ ուրախ ենք, որ դու մեր տաղավարում ես ու ունենք եւս մեկ անգամ հրաշալի առիթ խոսելու այս կարևոր մրցույթի մասին։ Գիտենք, որ մի քանի օրով ես եկել Հայաստան հատուկ եւ ինչն էր պատճառը, որ դու այս օրերին այստեղ ես։ Այո, մի քանի օրով եմ եկել, առաջարկ ստացա իմ շատ սիրելի առաջին ալիքի կողմից, եւս մեկ անգամ մասը կազմելու այս հիանալի մրցույթի դեպի դասական Եվրատեսիլի եւ այնքան բան եմ անցել այս մրցույթի հետ, այնքան բան եմ ստացել եւ այնպիսի լավ հուշեր ունեմ, որ առանց շատ երկար մտածելու մի անգամից ասեցի, որ այո, անպայման ժամանակ կգտնեմ եւ արագ կգամ եւ շատ ուրախ եմ, շատ ճիշտ որոշում կայացրեցի։ Իսկ արդեն կային այդ զգացողությունները պատկերացնելու, որ նույն ճանապարհը, որով դուք եք անցել, արդեն անցնելու է այս տարվա պատվիրակը, ինչ հույզեր կային։ Երբ որ յետևում եմ ես այդ մրցույթային ընթացքին, շատ ծանոթ երեխաներ կային, որոնց հետ ես արդեն սովորել եմ կամ նույն հիմնադրամի շրջանակներում համերգներ եմ ունեցել եւ բոլորը մոտենում էին ինձ եւ ես ասենց նրանց ամեն մեկին փորձում էի ինչ որ առումով խորհուրդ տալ իմ հիշողություններով, ինչքանով ներում էին թե ինչն էր կարեւոր, ինչին է պետք է ուշադրություն դարձնել կամ ինչը ընդհանրապես պետք է անտեսել եւ անցնել առաջ։ Եվ այո, հետաքրքիր տպավորություններ էին, ես էլ էի հիշում այդ ընթացքը եւ ինչ որ հուզմունք առաջանում էր նույնիսկ ինձ մոտ, հասկանում էի, որ եթե ես այս պայմանը լինեի այնտեղ, իրենց հետ միասին շատ կուզվեի եւ փորձում էի հնարավորինս հանգստացնել նրանց։ Իսկ ինչ զգացողություններ ունեցար, երբ որ իմացար դու ընդգրկված ես նաեւ ժյուրիի կազմում։ Դա իհարկե շատ պատասխանատու էր, շատ զարմացա, դա ինձ համար առաջին անգամն էր, որ ես նման կարգավիճակում էի ընկդրելու։ Առաջին անգամ ժյուրիի անդամ էի։ Այո, առաջին անգամ էր եւ շատ պատիվ էր նման անվանի երաժիշտերի կողքին նստելու եւ նաեւ շատ դժվար գործողություն է դա դատել 10 Հիմա հասկացա, չէ, ինչ պատասխանատու, ինչ դաժան աշխատանք է։ Կոնկրետ, այո, եւ բոլորն էլ շատ տաղանդավոր են, բոլորն էլ արժանի են, որ լինեն մեծ բեմերում, մասնակցեն հենց այդ մրցույթին, բայց ցավոք հենց մրցույթի կանոնն է այդպիսին, որ պետք է ընտրվի մեկը, բայց ուզում եմ ասել, որ բոլորը արժանի են։ Եվ ինչ մաղթանքներ կարող ես հիմա հղել այն մարդկանց, այն մասնակիցներին, որոնք այս մրցույթին մասնակցել են, եւ նաեւ մարդունով ներկայացնելու է Հայաստանում, այս անգամ այդպես է ստացվել։ Հայաստանում։ Մաղթում եմ բոլորին, որ կարողանան հասնել նրան, ինչին իրոք այդքան ձգտում են, որովհետեւ բոլորի մոտ տեսնում ես, որ շատ են ցանկանում լինել բեմում նվագել, իրոք շատ են սիրում իրենց մասնագիտությունը եւ ուղղակի ցանկանում եմ, որ հավատան եւ գնան դեպի նրան, ինչին գնում են, իսկ հենց հաղթողին ցանկանում եմ, որ կարողանա իր ուժերի ներածով այդ պատասխանատվության տակից դուրս գալ եւ վստահ եմ, որ շատ լավ կատարում կստացվի եւ միայն հաջողություն եմ մաղթում։ Միանշանակ, որովհետև առաջի հերթին մենք մեր երկրում ենք լինելու, այստեղ երկրպագուների մեծ բանակ կհավաքվի, վստահաբար արդեն ընտրված պատվիրակի կողքին լինելու համար, բայց միանշանակ համաձայն եմ, որ այդ վստահությունը շատ կարևոր դեր է խաղում յուրաքանչյուրիս կյանքում, հատկապես երբ որ արվեստի հետ գործ ունես։ Ինքնավստահությունը, համարձակությունը եւ առաջ դեպի սլանալը շատ կարևոր է։
Որտեղ ես դու հիմա գտնվում ու որտեղից ես ժամանել Հայաստան։ Ես այս պահին սովորում եմ Գերմանիայում, Քյոլնի Բարսագույն երաժշտական հաստատությունում, Քրիստիան Վեցելի դասարանում եմ, շատ լավ դասարան է, շատ ուրախ եմ, որ իմ կյանքի այս հատվածում գտնվում եմ այդ դասարանում, որտեղ շատ լավ, շատ տաղանդավոր համակուրսեցիներ ունեմ եւ իրոք շատ բան ունեմ այնտեղից սովորելու եւ իհարկե ապագայում պատրաստվում եմ իմ գիտելիքները ներածից չափով հայրենիքիս տալ։ Նաեւ կնշեմ, որ ինձ մոտ ոչ միայն ինձ մոտ, այլ նաեւ տարբեր հայ երաժիշտների դեպքում նկատել եմ, որ երբ որ նրանք մեկնում են արտասահման սովորելու, նրանց կրթությունը, թե տեսական գիտելիքների առումով, թե հենց տեխնիկական հմտությունները, որոնք նրանք ձեռք են բերել Հայաստանում, իրոք շատ հարգի է եւ շատ է գնահատվում եւ անպայման ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր ուսուցիչներին, հատկապես իմ ուսուցչին Հարություն Շախկյանին, ում շնորհիվ ում աշխատանքի նվիրված աշխատանքի շնորհիվ ես հենց հայտնվել եմ Եվրատեսիլի բեմում եւ շատ բարձունքների եմ հասել, դրա համար շատ շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին, երաժշտական դպրոցներին, իմ սիրելի երաժշտական դպրոցին, Սայաթ-Նովոյան երաժշտական դպրոցին եւ բոլոր հիմնադրամներին, որոնք մեզ տվել են հնարավորություն նվագել տասնապատիկ անգամ մեր բոլոր նվագախմբերի հետ, այնինչ շատ տաղանդավոր երաժիշտներ արտասահմանում նույնիսկ մեկ հնարավորություն չունեն, հենց որ պետք է իրոք շատ գնահատենք այնինչ ունենք։ Բայց այնքան կարևոր բան ասեց Հայկը, իրականում այո, մենք էլ առիթից օգտվելով ուզում ենք բոլոր մասնագետներին, ուսուցիչներին ասել շատ շնորհակալություն, որովհետև շատ դեպքերում մենք չգիտենք ձեր գինը, մենք չգիտենք ձեր մոռանում ենք երբեմն տարվելով, չգիտեմ, առօրյայով կամ աշխատանքով ձեր կարևորությունը ու ձեր նվիրած աշխատանքի, քրտնաջան աշխատանքի արժեքը ու նման դեպքեր երբ որ տեղի ունենում մեր տաղանդավոր երիտասարդները երբ որ եվրոպական հեղինակավոր ինչ որ մի ինստիտուտային համակարգերում են հայտնվում ավելի վառ է ձեր արարած աշխատանքը այսպես ընդգծվում։ Շատ շնորհակալություն։ Նաև ուսուցիչների շնորհիվ է, որ դեպի դասական Եվրատեսիլին այդքան հրաշալի պատանիներ են մասնակցում եւ ընտրությունն այդքան դժվար է։ Այո, եթե չեմ սխալվում 130 հայտ ենք ունեցել այս տարի ու 130-ից լսումների փուլ 100-ն են մոտավորապես անցել, հետո 100-ից էլ նաև բավականին լուրջ, այսպես լսումներից հետո կիսաեզրափակիչ անցած մասնակիցներից էլ 11 լավագույն երաժիշտներ, եթե չեմ սխալվում, արդեն եզրափակում են ու Կիրակի օրը մենք իմանանք, թե 11 երաժիշտներից ով է լինելու այն միակը, որը կներկայացնի այս տարի Հայաստանում Հայաստանը դեպի դասական Եվրատեսիլի շրջանակներում, բայց ես գիտեմ, որ նաև երկրորդ եւ երկրորդ հորիզոնականներն էլ նույնպես մրցանակային են, բայց տարի նրանք նույնպես մրցանակներ կստանան։ Տպավորիչ է եղել մրցույթ կատարումներ Իհարկե շատ ինչպես նաև նախորդ մրցույթը այս մրցույթն էլ նույնպես շատ զարմացրեց ժյուրի անդամներին, քանի որ շատ տաղանդավոր երեխաներ կան, շատ տաղանդավոր պատանի երաժիշտներ եւ ես վստահ եմ, որ ընտրությունը լինելու է մեր Հայաստանի պատվիրակության օգտին եւ շատ բարդ է։ Բայց միևնույն է մեր օգտին, ամենակարևորը։ Ինչ սպասենք Հայկ Հեքեքյանից մոտ ապագայում, կան ինչ որ նախանշված համերգներ, համագործակցություններ, նախագծեր։ Այո, իհարկե կան, միշտ ցանկանում եմ շատ համերգների մասնակցել, ապագայում կան տարբեր համերգներ, օրինակ իմ եղբորը Նարեկ Հեքեքյանի հետ մենք տարբեր համերգներ ենք տալիս Եվրոպայի տարբեր քաղաքներում, նա թավջութակահար է եւ նաեւ կարելի է սպասել տարբեր մրցույթներ, որտեղ ես իմ ուժերը կփորձեմ եւ կփորձեմ հնարավորինս լավ ներկայանալ եւ ներկայացնել իմ հայրենիքը։ Մրցույթի պատահական չի հիշեցիր մոտ օրերս կա ինչ-որ մի մրցույթ, որտեղ պետք է մասնակցես։ Ոչ մոտ օրերս, բայց մոտակա շրջանում կա մրցույթ, որին ցանկանում եմ պատրաստվել եւ հայտնել իհարկե։ Կատարողական մրցույթ է։ Կատարողականների մրցույթ։ Այո, հենց շատ հայտնի մրցույթ է։ Փակագծեր չենք բացում։ Դեռևս ոչ, կդիմեմ եւ կբացեմ։ Շատ լավ։ Մենք հաջողություն ենք ես մաղթելու եւ կրկին երբ սպասենք քեզ հայրենիքում։ Հուսով եմ հաջորդ ամառ։ Հաջորդ ամառ, թե այս ամառ։ Այս ամառ, ներողություն, այս ամառ։ Ես յուրաքանչյուր ժամանակ, երբ որ շատ մեծ դադար ունենում եմ, շատ եմ կարոտում իմ հայրենիքը եւ ընդհանրապես հարազատներից, դրա համար շատ երկար չեմ կարող մնալ Եվրոպայում, բայց երբ որ հնարավորություն ունեմ եւ արձակուրդներ ունեմ, անպայման վերադառնում եմ Հայաստան։
եւ Հայաստանը քեզ միշտ սպասում է Հայկ, շատ ուրախ էինք, որ եկար, սկսեցիր մեզ հետ օրը եւ մենք էլ իրականում շատ հուզված ենք եւ սպասումով լի, որ իմանանք թե ով է ներկայացնելու երաժիշտների, պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլում Հայաստանը այս տարի։ Իսկ դուք սելերսայտողներ հետևեք առաջին ալիքի եթերացանցին եւ կիմանաք թե երբ է եզրափակիչը հեռարձակվելու, բայց շատ քիչ օրեր են մնացել։ Այո, Հայկ, քեզ ասում ենք շատ շնորհակալություն, որ մեզ հետ այսօր սկսեցիր օրը, քեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք շարժվենք առաջ, երաժշտական փոքրիկ դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու ավաղ պետք է ձեզ հաջողություն անսենք։